Ուրեմն սկսում ենք բնականաբար Գյումրիից, որովհետև առաջին դեպքերը դա էին, դրանից հետո եթեր չունեինք, էքսպերտի շրջանակներում որոշակի օրենք քննարկեցինք, դուք գիտեք, որ հրապարակվեց ձայնագրություն, սկզբից գնաց տեղեկություններ, որ ինչ-որ դրոներով են դա արել, հետո այսօր Արսենը Բաբայան չեմ հասցրել իր հետ խոսել, որ իմանամ թե որտեղից իրեն այդ տեղեկությունը, ասաց, որ չէ, ինչ-որ հեռախոսի մեջ ծրագիր են դրել եւ այդպես են գաղտնալսել ոչ թե դրոններով։ Հա, հեռախոսին։ Այդտենց է գրել։ Ով է գրել։ Արսենը Բաբայան։ Հա, հետեւաբար, ալա դե դրոններով կներես էլի։ Այդ դրոններով մի քիչ հեքիաթի էլա նման։ Ասեմ անկե, պարզ ասեմ ինչի։ Դրոններով չեն կարա հետ ձայնագրեն։ Ըստ էության դրոններով կարան դրսից նայեն։ Օրինակ, հիշում ես մի հատ բան էին բռնել է, պաշտպանության նախարարի խորհրդականը մի հատ հանցավոր խումբ էր, չէ՞, բացը Պապիկյան Սուրիկի Այդ դրոնով լսելը մի քիչ ինձ էլ էր էլի բան թվում, որ մի քիչ այն չի էլի տեխնիկապես։ Այտենց հնարավորություն որ ունենային, դու պատկերացրու ինչեր կանեին։ Պարզա որ այդ իդեպ ես վստահ եմ որ Վարդան Ղուկասյանը իր հեռախոսին այտենց շատ ուշադիր չի եղել կամ իրար շրջապատը հաստատ ուշադիր չի եղել, այդ անվտանգության տարատեսակ բաները չի անցել, էսկոմ ենկոմ ու հետևանքն եղել է այդ, թե չէ դրոնով մի քիչ բան է, էլի կներեք թույլ տվեք հենց սկզբից քուանշել այդ դրոնի թեման։ Դրոնով իրանք ուրիշ բան են անում։ Դրոնը շատ հեշտ սլեշկա է անում, ասենք մարդ, օբյեկտ, լյուբոյ բան, հիմա դրոններ կան, մեր դրոնն էլ է անում էդի։ Նշում ես օբյեկտը ինքը թռնում է վրա։ Դե ամեն դեպքում այս պայդրությամբ տեղեկություն ունենա որ դրոնով չէ, բայց իրական էլ չի ինչով էր, ավելի վատ իրականում։ Ավելի վատ, եթե դա արել են ինչ-որ հեռախոսում ինչ-որ ծրագիր ներբեռնելով, որովհետև եթե դրոնը տենց ամեն մեկի համար չէին թռցնի, ապա այդ ծրագիրը կարան ենթադրում եմ շատ լայն շրջանակների հեռախոսի մեջ ուրեմն տեղադրել։ Ինչևէ, տեխնիկական մասն էր սա, բայց գանք բովանդակությանը, հա, ուրեմն ըստ այդ հաղորդակցությունների Վարդան Ղուկասյանը Գյումրիի բարբառով, ինչը մի քիչ դժվարացրել էր իմ ընկալելիությունը ինձ համար այդ համատեքստի, բայց վերարտադրումից հասկացա, որ կաշառքի հարց է այդտեղ քննարկվում, ինչ որ անօրինական շինություն, 4 միլիոն դրամ եւ այլն, ու ինչ են անում այս իշխանականները, հա, միանգամից ուրեմն մեղադրական վերդիկտը ճոպացնում են իրանց Facebook-յան էջերին, գիտեք իրանք համակարգված աշխատում են։ Կաշառակերը, այտենց, մասն ինչ-որ կենթանական բանը 6 ամիս պետք եղավ դուք կաշառքի նարկոման եք եւ այլն, նարկոշները խոսում են, ասենք ինչ որ առասարակ ես ապշում եմ, որ այս ԿՊԱ-ականների նագլիություն երիկում առասարակ նարկոմանիայից խոսել, երբ որ իրանք իրանց շարքերում ունեն, ասենք Արթուր Հովանիսյան, Գնել Սարգսյան, տարատեսակ այնտեղ մարդիկ, որոնք սթափ չեն ակնհայտորեն շատ դեպքերում, հա, Գբան, այդ Նարեկ Գրիգորյան եւ այլն, այսինքն սրանք խոսում են ինչ-որ նարկոտիկներից, բայց փոխաբերական իմաստով նշելով թե իբր երևի թե հակադրում են, ասում են դա մեր իսկական նարկոտիկ է, իսկ ձերը կաշառքն է, ձեր նարկոտիկը։ Արա լավն է։ Որպես հակադարձում են, ըստ անելու իսկական նարկոտիկ արեք։ Հա, այլ ինչ կաշառքով նարկոտիկ եք անում։ Այս ասացիդ վրա մի հատ հետաքրքիր բան կա, այս նարկոմանի թեման, արա մի հատ այն Սերբիայում բան անելուց, հեղափոխություն անելուց, այս ջահելներին որ բռնում էին, ասում են սրանք նարկոման են։ Չոտկի ու մեկը դուս է գալիս բանից, բերթից շատ տարժեստվինի ձևով նշում են այդ բանը միջոցառում են անում փակ, ու այս տղեն հելնում է ասում է ինձ ասում են որ ես նարկոման եմ։ Այո, դուք ճիշտ եք, ես նարկոման եմ, բայց ես նարկոման եմ ազատության։ Ամեն հաջորդ օր ավելի շատ ազատություն եմ ուզում, ես նարկոման եմ։ Սրանք տենց բանով էլի, որովհետև Վարդան Ղուկասյանն էլ տենց կաշառքի նարկոման է։ Հա, հիմա բնականաբար բոլոր սթափ մարդիկ ընդդիմությունը սկսեց խոսել քաղաքական հետապնդման մասին։ Եվ սա շատ տրամաբանական է, ինչը չեն ուզում ընդունել կամ փորձում են չընդունել կամ փորձում են սրան հակադարձել իշխանական падգամավորները եւ Պետրոս Ղազարյանը տիպի ռոպագանդիստները։ Ինչ են ասում սրանք։ Ասում են ախպեր։ Հիմա այս ձայնագրությունը կա։ Ինչ անեին ախպեր, չձերբակալեին։ Ստեղ տեսեք ինչ հարցեր է առաջանում, հա։ Խոսում ենք զուտ այս պայդրությամբ մեր ունեցած մասերով։ Բնականաբար կարելի է պնդել 100%-ով, որ Վարդան Ղուկասյանի հանդեպ իրականացվող գործողությունը քաղաքական հետապնդում է։ Սա չի քննարկվում ուղղակի, որովհետև կապ չունի այդ ձայնագրությունը իրական չի։ Վարդան Ղուկասյանը իրականում հանցանք գործել է, թե չի գործել, բացատրեմ ինչի կապ չունի, որովհետև քաղաքական հետապնդումը չի ենթադրում, որ այն մարդը ում հետապնդում են 100%-ով անմեղ է։ Դա տենց չի։ Դա խղճի բանտարկյալն է, խղճի ինչ որ ուրիշ ձևեր են ասում, չգիտեմ։ Ստեղ ի՞նչն է հարցը։
խտրական վերաբերմունք։ Այս մարդու նկատմամբ ակնհայտորեն տեղի է ունենում խտրական վերաբերմունք, անկախ նրանից ինքը դա արել է, չի արել, ես ոչ ճանաչում եմ Վարդան Ղուկասյանին, ոչ էլ ինչ որ միտում ունեմ իրան պաշտպանելու։ Ոչ երկրպագում ենք։ Հա, չենք երկրպագում ամեն դեպքում, բայց հարգում ենք իր անմեղության կանխավարկածը։ Իր անմեղության այս պայդրությամբ այդ մարդը անմեղ է։ Կողքը մի հատ օրինակ դիր։ Ձիաննա Գասպարյան, ախպեր։ Արա աները մարդը, հերը, ախպերը։ Գասպարյանը աներ չունի, մեռը ասելով։ Ոնց է կոչվում դե։ Սկեսրայր, սկեսրայրը, մի խոսքով։ Դե մարդիկ հասկանում են հիմա։ Չմտածեցին Ձիաննա Գասպարյանը տրանսվեստիտ է, բանտուդասուդա չէ։ Բացի իրականում սաղ ընտանիքը ներգրաված է կոռուպցիոն տարատեսակ սկանդալ։ Այո, բա հարուցված են քրեական գործեր, որևէ մեկը կալանավորված չի, ել չեմ ասում սենց ԱԱՑ-ով չեն վազացնում, պարկասնում, ես իմ ինչեր անում։ Այ ախպեր ջան, Համեկով երբևէ լսել ես դրա մասին մի հատ բան։ Յոհաննիսյան Դանիելից լսել ես մի հատ ինչ-որ բան։ Նաև չենք տեսել այդ կաշառակեր սերիկա եւ այլն քրեականների արձագանք։ Պրծավ, քաղաքական է արդեն գործը։ Բնականաբար սա քաղաքական է, ու ես ապշում եմ երեք նամե Պետրոս Ղազարյանի հարցազրույցը, ուրեմն Քրիստինեի հետ Վարդանյան չեմ նայել, հա։ Կատաստրոֆա էր ախպեր, ասում ասես բանի դեմքով տենց Նևազմուտի մեմ որ սենց բանը չէ, տենց դեմք ընդունում եմ, լավ Հակա ձայնագրություն չձերբակալ են, ախպեր ջան, չէ, նախ կարելի է պրոստը հրավիրել հարցաքննել, չէ։ Լավ, էլի մի կողմ դե, եթե տենց եք անում, մնացած բոլորին ինչի տենց չեք անում, արա, Անիֆով, Ավինյանը ո՞նց է գուլատելնում, արա, այդքան միլիարդների մեջ։ 2-ից 4 միլիոն դրամի ինչ որ Հավայի թեմա, որը տենց, հա չեմ ասում էդի փող չի։ Չէ, նորմալ է փողը։ Եթե ինչ որ մեկ ավելորդ 2-ից 4 միլիոն փող ունի, խնդրում եմ մի 15 Patreon-ի բան բացել, Patreon-ով լավ է, էլի։ Բայց ինչև է, չեմ ասում դա փող չի։ Ես ասում եմ, որ համեմատած Անիֆի կորս բան է, մսխված փողերի հետ դա փող չի։ Այնտեղ միլիարդներ է, այստեղ մի քանի միլիոն։ Չէ, ումպրիտոմ։ Վարդան Ղուկասյանը դեռ ոչ մի բան չի վերցրել անգամ իրանց ասածով։ Մտադրություն։ Արա, ես ջոգել եմ։ Այսինքն դες որն է, այն որ բան ուզում էին բացեին հանցագործությունների կանխարգելման AI-ով։ AI-ով։ Այսինքն AI-ը հասել է Վարդան Ղուկասյանը, պատրաստվում է։ Սիրտս մի բան վկայում։ Սիրտս վկա, այս պատրաստվում է բան վերցնի, կաշառք վերցնի։ Լսեք։ AI-ն էլ միանգամից գեներացնում է այդ ձայնագրությունը, ըստ այդ վարկածի։ Հա, այսինքն վարկածը գալիս է, AI-ը ասում է ախպեր, ոնց շոգում եմ այս Վարդան Ղուկասյանը Ալաբուլայի աչքից հարց բանը, մի 2-ից 4 միլիոն կաշառք է ստանալու, AI-ի այդ քշողը, այսինքն այդ soft-ը օգտագործողը ասում է, կարաս մի հատ ըստ այդմ ձայնագրություն տաս, այն էլ խելացի AI ախպերո քպեական չի, AI է այնի։ Միանգամից գեներացնում է, այդ իրանց նույնիսկ բարբարով, հա, գյումրվա եւ այսինքն նայեք, մենք բնականաբար չենք հավատում այդ ձայնագրությանը։ Այս բարձ ասեմ, հա, ոչ թե չենք հավատում, որովհետեւ չգիտեմ, Վարդան Ղուկասյանը սուրբ հակամյան, որովհետեւ Նիկոլից ամեն ինչ հավատալու չկա սրանց ձայնագրություններին։ Արա ձերբակալես ասացի, որ ասում էիր մի քիչ առաջ, իմ մոտ sense բաներ է գալիս, sense պատկերներ, քո ասած ջփեկներ է գալի։ Արա տեսար չէ ոնց ձերբակալեցին Վարդան Ղուկասյանին։ Հա։ Տեսար չէ, այսինքն շոու ուղարկեցին բաներ, այն պանտերաները գնացին։ Արասմա հակատերորիստական բաներն էին։ Ալիգլիկ հա, բա այդ էլի պանտերան հակատերորիստներն են։ Նաև։ Այսինքն այդ սաղ բանը Խուդինյանը Արտուրներ վազում, ախպեր, այդ ամենաարագ վազողներից մեկն էր։ Այսինքն պարեկների գնդի հրամանատարին են տարել այդտեղ, ախպեր։ Բանի քրեական ոստիկանության պետ, ոստիկանապետի տեղակալ են տարել այնտեղ։ Ավտոբուսով ներքին զորքեր են տարել այնտեղ։ Արա լավ Տիգրան Ավինյանի կնգա այդ 2 միլիոն դոլարը, տենց փոճուր փողեր, արի ո՞նց կարելի է տենց մարդ ձերբակալել արա։ Ձիաննա Գասպարյանին մաքսիմալ 10 կդմփոցով տարան ախպեր։ Հələ ո՞նց կարելի է այսքան բան անել ու համարել, որ բա չբռնեին ախ։ Քաղաքական հետապնդում չի։ Չբռնեին։ Արա քաղաքական հետապնդումը ուրիշ ո՞նց ալեմ, ես չեմ հասկանում։ Այսինքն այդ դրան նախորդում է հրապարակավ Նիկոլի խոսքը առայն, որ Վարդան Ղուկասյանին դուրս են շպրտելու հանրային եւ քաղաքական կյանքից։ Ապրես։ Օրեր հետո հայտնում է ինչ որ ձայնագրություն եւ հետեւում է sense գործողություններ։ Այսինքն այդ ո՞նց է տենցելում, ես չեմ։ Բայց արի չմոռանանք, որ բացի այդ ասածը, նաեւ դրանից մի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ինչ որ մարդկանց հետ նստած խոսում, կանգնած խոսում է փողոցում։ Այդ մարդիկ տես տակից վրից նկարում են, ու այն ինչ որ մեկն ասում է, քիչ էս ինչ որ մարդկանց բռնում, ասում է, այսա սպասի, սաղին հերթով բռնելու ենք։ Այ քեզ բան։ Այսինքն ինքը փաստացի, էս էլ է քրեական գործի մասը ալնելու ապագայում։
Ինքը փաստացած միսը սաղին հերթով բռնելու ենք, ինչ եք ուզում, սպասի, պապիկ ջան, հայրիկ ջան։ Հեսա սաղին հերթով դրանց բռնում ենք։ Ու մենք էլ բռնում են Վարդան Ղուկասյանին։ Գիտես, հերթական, կարծում զարմանալի էլ չի, ցավոք մենք ապրում ենք մեր երկրում, որտեղ զարմանալի չի այս ամեն ինչը, բայց հերթական ապացույցն է, որ Նիկոլը ժողովրդի քվեն բանի տեղ չի դնում։ Իր համար չկա տեղական ինքնակառավարման մարմին։ Որտեղ որ պարտվում է քաղաքացիական պայմանագիրը, կամ ձերբակալում են այդ մարդուն, կամ սպանում են այդ մարդուն։ Այսինքն մենք քանի օրինակ գիտենք, ասենք Մամիկոն Ասլանյան հետապնդում է 2-7 տարի նստել եւ այլն եւ այլն։ Նա Ալավերդի այդ ռեյդերով զախվատը, հա, ռեյդերսկի զախվատ են արել Ալավերդիում։ Փարաքարի դեպքը, հիմա Գյումրիի դեպքը, այնտեղ հաստատելի բազմաթիվ դեպք ճնշումներ էին գործադրում Մասիսի քաղաքապետի հանդեպ առաջի օրվանից։ Ասենք բոլոր ընդդիմադիր համայնքապետերի հանդեպ ռեպրեսիաներ տեղի ունենում։ Ռեպրեսիաներ։ Օպերիտոն որ ուշադրություն դարձնես նաև անվտանգությունն են թույլատնում այս մարդկանց։ Նույն Վարդան Ղուկասյանին ինչ էին արել ախպեր։ Ասել էին Բրանիրովանի ավտոբուսը։ Վեկալում էին ձեռից, արա։ Դավիթին էլի վերցնում էին ձեռից։ Այսինքն ինչ եք անում դուք։ Դուք կամ թողում եք այդ մարդկանց սպանեն։ Իդեպ այս գործով ամենալավ բանը ցուցմունքը տվել է բանը։ Քննչական կոմիտեի ղեկավարը ամենալավ ցուցմունքը, հա մեկի եթերում։ Ասում մի ամիս այս մարդուն բան են արել, հետապնդել է, մի ամիս դարանակալել է, սպասել է, մի ամիս այսինքն ինչ եք անում, թողում եք սպանեն այդ մարդկանց, բզում բշտում եք, սպանել եք նալիս, կամ բռնում դստսնում եք, կամ պրոստը գալիս եք, խլում եք ձեռից իշխանությունը։ Վարդենիսներ չէ։ Բան է։ Մեծ րոպեն Արաքելը մեծ րոպեն։ Ալավերդին, էլի։ Ալավերդին ներողություն չէ, Վարդենիսը չէ, Ալավերդի։ Այսինքն բոլոր ուղղություններով ժողովրդավարության տոտալ բռնաբարություն է տեղի ունենում։ Ժողովրդավարությունը ոչ միայն իշխանությունների ընտրվելու ձևի մասին է, որը դուք էլի բռնաբարել եք ու շարունակում եք բռնաբարել։ Ոչ միայն այդ process-ի մասին է, այլ դրան նախորդող process-ի եւ դրան հաջորդող process-ի։ Իդեպ սա մենակ խոսում ենք մենակ հələ այս համայնքապետերի մասին ենք խոսում։ Ընդդիմադիր գործիչներ էլ չասեմ տասնյակներ, իդեպ Գյումրիով 37 հոգի այդ ամենաաբսուրդը ձերբակալել են 19-ին կալանքի բան են ներկայացրել։ Իբր խոչընդոտել երկու հոդվածով, մի մասը խուլի բան, հա, զանգվածային անկարգություններին մասնակցել, մյուս մասը խոչընդոտել արդարադատության իրականացմանը ու արդեն բռնե Ռուբենին Մխիթարյանն, որը որ փաստաբան է մեր ձևով այդ շարժման անդամ, վիդեոն կա, այդ տղեն այսպես կայնած արա, այսպես։ Ոչ մի բան չի անում, արա սենց կայնած է, գիտեր էլի գլխի գալիքը։ Սենց կայնած է։ Հիմա վրան հոդված են դրել, կալանքի են տալու հոդված են դրել։ Իդեպ իմ համար հենց հետաքրքիր է այդ հոդվածի նյուանսը որն է, այսինքն զանգվածային անկարգություններին մասնակցելը որն է, ուրեմն պետք է որևէ անկարգություն անես, չէ՞, տրամաբանությունը հետա չէ հուշում։ Հիմա ենթադրենք ես ու դու միտեղ ցույցի ենք, այդ ցույցը վերածվում է զանգվածային անկարգության, իրականում զանգվածային անկարգություն է դառնում, օրինակի համար շշերով տալիս են միլիցեքի գլխին, չգիտեմ, քարեր են նետում, բրտոցի ա գնում, ընդուս միլիցեքը կրակում են, այդ կրակածը վեկալում հետ են գցում եւ այլն եւ այլն։ Միլիցեքի բաները չեմ ասում, իրանք միշտ անում են։ Ես դե հատուկ ոստիկան չեմ ասում, իդեպ միլիցիա եմ ասում, էսի կարևոր կտորան, ես չմտածեմ պատահական եմ ասում։ Ես ու դու կանգնում ենք տեն մի քիչ հետ ենք քաշում, մենք մասնակցել ենք զանգվածային անկարգության հիմա տրամաբանորեն։ Դա այդպես է ստացվում էլի իրանց տրամաբանությամբ։ Իրանց տրամաբանությամբ, բայց իրականում պետք է որ տես չլինի, չէ՞։ Իհարկե տես չի։ Այսինքն դու չես արել, մեղավոր բանի մեջ։ Տղեն դա ձեռները բաց կայնած է, այսինքն։ Բացի այդ, մյուս հոդվածն էլ է շատ վտանգավոր հոդված։ Արդարադատության խոչընդոտել, արդարադատության իրականացմանը խոչընդոտել, ո՞րն է ախպեր։ Այսինքն եթե ես գալիս եմ մեկին ուզում են բռնել, ես կայնում եմ դեմը, որ չբռնեն, ինձ տես տանում են։ Այսինքն նայ մարդը, որը համարում է, որ իր համայնքապետի հանդեպ տեղի ունենում քաղաքական հետապնդում եւ ռեպրեսիա, որոշում է գա ու տեր կայնի իր քվեին, ասում ախպեր ջան, մենք ընտրել ենք այս մարդուն, մենք եկել ենք իրան աջակցելու։ Գալիս է համայնքապետարանի մոտ, այդտեղ կանգնած է իր համար, գալի բռնում են, ասում են դու խոչընդոտում ես ախպեր։ Անեն չէ, որ ասում են անցնենք, ասում են չես անցնելու։ Գոյ եկել է որ արտայտի իր բողոքը առայտ գործողությունն։ Եվ այն դեպքում, երբ որ այդ կադրերում ակնհայտվում, բերետավորները մարդ են ծեծում։ Այո։ Բոքսում են գետնին։ Չէ, ծեծու, բարիս բունի իմաստով բոքսում են, ծեծում են ախպեր։ Մարդ են ծեծում։ Այսինքն ո՞նց է դառնում, էլի Նիկոլա պետությունում ոստիկանը կարա մարդ ծե, ոստիկանը միլիցիան կարա մարդ ծեծի, հա։ Կարա մարդ ծեծի, դի օքեյ է։ Բայց երբ որ մարդը օրինակի համար պաշտպանվում է այդ միլիցուց, ինքը դառնում է արդարադատության իրականացմանը խոչընդոտող կամ օրինապահ մարմինների գործողությունների խոչընդոտող։ Իտոգում է դա դառնում, է դա դառնում։ Ամեն դեպքում նայ,
այն գլխից, երբ որ քննարկվում էր թե ով լինի համայնքապետ, այսինքն ում շուրջ պետքա կոնսոլիդացվի, բնականաբար բոլորս հասկանում ենք, որ ում շուրջ լինի, գուցե որոշակի ավելի շատ հավանականությամբ, որոշակի նվազ հավանականությամբ ելնելով այդ մարդկանց կենսագրությունից եւ իրանց կերպարից, հավանականությունը առնվազն բոլորի դեպքով էլ մեծ էր, որ մի բան կսարքենք։ Իհարկե։ Ես դրա համար այդքան էլ չեմ կիսում օրինակ Մարտուն Գրիգորյանի այդ գրառումը, որը բան էլի տենց post factum քաղաքագիտական տենց բան է, որ ասողին լսող էր։ Բայց Մարտուն ջան, եթե քեզ թվում է դու տենց բեսցամտ անխոցելի տղա ես, բրատ, հաստատ տենց չէր։ Եթե այդ լոգիկայով գնանք, ամենաանխոցելի տղան ձեր մեջից Ռուբեն Մխիթարյանն է։ Եթե դուք պետք է սաղդ հավաքվեք, Ռուբեն Մխիթարյանին տայք։ Այս մեկը էս չէ որ նստավ։ Մեր Ռուբոին, հա։ Բայց էլի, ասենց ասեմ ձեզ, այնպես չի որ, նայեք Ռուբեն Մխիթարյանին պատկերացնելով առհասարակ մեր քաղաքականության մեջ օբյեկտիվ չափանիշներով ամենաանխոցելի մարկանցից մեկը պետքա որ լինի, որտեվ երբևէ որևէ Մարտուն Գրիգորյանը ինքն էր ուզում, է։ Հա, այսինքն մի քիչ բան է, էլի ստեղ այդ որ ախպեր դե ասում է, էլի բան, ախպեր ջան, ով սաղս էլ հասկանում ենք, ավելին ասեմ վստահաբար Վարդան Ղուկասյանն էր դա հասկանում, ու ավելին քեզ ասեմ, մենք նենց չէ որ հրճված էինք այդ ամենից, որ այսինքն ընդդիմության հաղթանակը պետքա լինի Վարդան Ղուկասյանի տեսքով։ Սա գիտեք, չեմ ուզում մասրա մասին խոսեմ, որտեղ Վարդան Ղուկասյանը այս պահին քաղաքական բանտարկյալ է։ Դրա համար մեր վերաբերմունքը եւ այլն ստե դառնում է խորը երկրորդական առասարակ ունեցող չի որ խորը ճիշտ բան է արձանագրում։ Հա, ախպեր մի տեսակ ու նաեւ տա հաճել է այդպես բաներ կարդալ, էլի։ Հա, ես դրա համար տեսանք եմ որ արա եթե Ռուբեն Մխիթարյանը էլ ինչ որ առումով ասել, հա։ Կարելի ասել Ռուբեն Մխիթարյանը կրած է տղեկ, արա ասում է, չէ, Բեզաբիդնին մեջներից այդ առումով։ Ես եմ իմ պրոդյուսերը մեղես Սարգսյան Ռուբեն Մխիթարյանը ասած լրի ուրիշ բան է, Մարտունը ասած լրի ուրիշ բան է, որտեվ այդ ոճով եթե Մարտունն էլ ասեր միտեղ կարող է էլի բաներ, բայց ինքը ասում է այն ոճով վրոցի արա, դե ասում էինք էլի ինքերես չէ։ Մի խոսքով լավը չէր այդ խոսքը, իմ կարծիքով, թեպետ դրա մեջ ճշմարտության տար կար, բայց այնպես չէր որ բացառիկ ճշմարտություն էր, որը Մարտունի շուրթերից պիտի հնչի։ Սաղս էլ հասկանում ենք, որ Վարդան Ղուկասյանը գլոբալ առումով իր էությամբ, իր կեցվածքով Նիկոլի իշխանության համատեքստում պրոբլեմատիկ է իշխանությունը պահելու, այսինքն եթե Նիկոլը որոշի իշխանությունը խլել որևէ ճանապարհով, ավելի հեշտ դա կանի, սենց, որովհետև կգտնվեն 1001 տեսակ հնարավոր բաներ եւ իրականում լայն շրջանակներում ոչ թե Գյումրիում, դե որովհետև Գյումրիում եկեք ընդունենք, որ Վարդան Ղուկասյանին, Վարդանիկին, հա, իրանք այդպես են ասում, շատ մարդիկ հարգում են ու դա երևաց քվեներով։ Իդեպ ինքը ասում է որ այդ իգնել հարգանքի նշան է։ Այո, ուստի, այստեղ ես որևէ բան չունեմ Վարդան Ղուկասյանի դեմ ասելու այս համատեքստում, ուստի ստեղ մենք հասկանում ենք, որ անկա Նիկոլին ավելի ամենաձեռնտու տեխնացուն Նիկոլի համար, եթե դա անդիմություն է բնականաբար, դա Վարդան Ղուկասյանն է, որովհետև օրինակ Երևանում իր շուրջ լիքը տենց միֆեր կան կամ գուցե մասամբ իրական բաներ կան, ես չգիտեմ, այսինքն ամենադրական կերպարը չի էլի, եկեք սենց ասենք, հա, գլոբալ իր կենսագրությամբ։ Դրա համար այդ բոլորս հասկանում էինք, հա, այդ Մարտունին եմ հիմա արձագանքում։ Ոստի, եթե այդ լոգիկով գնանք, որ եկեք մի հատ նենց մարդ ընտրենք, որ ամենապրոբլեմը կլինի Նիկոլի համար ռեպրեսիա իրականացնել, Ռուբեն Մխիթարյանը պետք է լիներ։ Բոլորով հավաքվեիք, ասեիք Ռուբ ջան, դու ես չգիտեմ էլ Ռուբենը կհամաձայնվեր թե չէ, ամեն դեպքում, հա։ Ոստի այս խոսույթից ես կառաջարկեի զերծ մնալ եւ չբորբոքել էլ ավելի, հա, այս վիճակները։ Եվ հիմա շատ կարևոր է, որ հիմա այնտեղ ինչ որ բան չգնա, հա, իրար մեջ ինչ որ խառնոցի չգնա, քեփենգա դառնա իշխանությունը։ Որտեւ իրանք փոխել են կետ այնտեղ, որտեղ կարաժը նշանակի, եթե չի ընտրվում քաղաքապետ։ Այդտեղ ասենք օրինակի համար Սարիգը կգնա եւ կդառնա այտենց Ձորիգը։ Այո։ Մեկից մեկ իրանք խնդրեմ չունեն, ամոթի հարց չկա ջոգիր, սա բավարարներ Ռուբիկոնները հատած այդ մարդկանց մոտ ամոթի։ Հա, իրանք էլ գործնելու բան չունեն, իրանք վաբանկ են բոլոր հարցերով, ուստի այս առումով եկեք մի անգամ էլ արձանագրենք, որ քաղբանտարկյալների թիվը շեշտակի ավելացավ Գյումրիի դեպքերով, Վարդան Ղուկասյանը եւ 19, եթե չեմ սխալվում, վերջին դրությամբ 19 մարդ ովքեր կալանավորման հիմա կալանավորման են գնում, արդեն գուցե մի մասին տվել են կալանքը, այդ մարդիկ քաղբանտարկյալներ են, անկախ նրանց, էսի ինչ եմ ասում, Ժորժ ջան, ես էսի մարդկանորեն հասկանում եմ, կլինեն մարդիկ, որոնք վատ են վերաբերվում Վարդան Ղուկասյանին, կլինեն մարդիկ, որոնք հավատում են այդ ձայնագրությանը։ Ուզում եմ սա հստակ հասկանալի լինի բոլորիս համար,
Վարդան Ղուկասյանը անկախ որևէ բանից, անկախ նրանից թե ձայնագրությունը ինչա, ոնց է, դա թող օբյեկտիվ, թեպետ մենք չունենք օբյեկտիվ հետաքննություն հիմա որ հասկանանք, եւ դրա համար ես մեկը եւ մենք առասարակ կարծում եմ բոլոր ընդդիմադիրները հակված են չհավատալու որևէ ձայնագրությանը, որը հրապարակվում է քննչական կոմիտեի կամ, չգիտեմ, այդ կոռուպցիոն, հակակոռուպցիոն այդ եսի ինչերի կապ չունի իշխանության կողմից որևէ բան վստահելի չի, մենք դրանով համոզվեցինք Բագրատ հավելյալ անգամ համոզվեցինք Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործով։ Ուստի այո, ապրիորի չենք հավատում այդ ձայնագրությանը, բայց սա կապ չունի քաղաքական հետապնդման որակման հետ, անկախ նրանից թե ձայնագրությունում եղածը, չեղածը, ինչա, փող չի եւ այլն, Վարդան Ղուկասյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, որտեղ իր նկատմամբ տեղի ունենում խտրական վերաբերմունք, ինչը չենք տեսնում Անիֆի, Էջմիածնի նախկին քաղաքապետի եւ բազմաթիվ այլ օրինակներով նախկին падգամավորների, անկախ падգամավորների եւ այլնների վերաբերյալ։ Մի խոսքով, այս մասով կարծում եմ այսքանը կարանք սահմանափակենք, մենք հետևենք մնացած զարգացումներին եւ հաջորդ թողարկմանը արդեն երևի թե ավելի տեղեկացված եւ զարգացման ավելի նոր փուլում կներկայացնենք ձեզ իրողությունները։